Մովսեսը Աստծո մարդն էր։ Մովսեսի մասին գրված է, որ 30 բարեկամի պես բերնեբերան ասում Աստծո հետ խոսում էր։ Միթե դա հրաշալի չի։ Աստված Մովսեսի միջոցով խելահեղ հրաշքներ արեց։ Գիտես, երբ որ քեզ հրահանգ գա, որ ամբողջական է տրամաբանությունը հոդս ծնդի, քեզ ասի, լսի, ժայռին խփի, ծարավ են ժողովուրդը, թող ջուր դուրս գա ժայռի մեջից։ Լսի, միգուցե ինչ-որ մի քիչ տրամաբանության մեջ տեղավորվի, որ միգուցե ժայռի հետևում ջուր կար երևի։ Փորձի սատանան աղավաղի Աստծո հրաշքը։ Մովսեսը խփեց ժայռին, ժայռից ջուր դուրս եկավ։ Հաջորդ անգամ նորից ծարավ էր ժողովուրդ։ Աստված այս անգամ չասեց խփի, ասեց ասա։ Միգուցե ասա, որ չասեն հետևում գաղտնիք կար։ Ասա, խոսիր ժայռի հետ, թող ջուր դուրս տա։ Դուք հասկանում եք սա ինչ է։ Բայց Մովսեսը գնաց իր անցյալ, վստահեց իր նախապատմությանը։ Իր նախապատմության մեջ խփելով հրաշք էր տեղի ունեցել։ Ու այդ նախապատմության համաձայն նա խփեց ժայռին երկրորդ անգամ։ Գիտեք, երկու անգամ էլ հրաշք անողն Աստված է։ Առաջին անգամ էլ էր անող Աստված, երկրորդ անգամն էլ էր Աստված, բայց երկրորդ հրաշքը ողորմության հրաշք էր։ Փառահեղ հրաշք չէր, Աստված ուզում էր իր խոսքը, Հիսուս Քրիստոսը, այն խոսքով, որ աշխարհը ստեղծվեց, եւ ամեն ինչ ինչ որ եղավ, խոսքով եղավ, ինչ որ եղավ, դա պիտի փառավորվեր, խոսքն Աստծո պիտի փառավորվեր, խոսքով ժայռը պիտի ծակվեր, հասկանում եք, չեղավ։ Միգուցե քո տրամաբանությունը հիմա էլ աղաղակում է որոշ բաներ, բայց երբ որ գալիս է աստվածային ճշմարտությունը, քո տրամաբանությանը մի քիչ հանգիստ ուր։ Ասա նստի հանգստացի։ Թող զիջի քո տրամաբանությունը աստվածային ճշմարտությանը։ Ինքան տրամաբանական բաներ կարան գան։ Ու դրանք հենց լինեն մեր կյանքում այդ ճշմարտանման, ճշմարտամոտ ստերը հանի կյանքից է։ Ասա ոչ։ Կարող է տարօրինակ էլ թվա։ Ոնց, այսպես մի գաղափարի վեհ գաղափարի ասեցիր ոչ։ Այո, հնարավոր է ասես ոչ։ Դա չի Աստվածայինը։ Աստված ունի յուրահատուկը։ Աստված ուզում է իր խոսքը փառավորվի։